2028-ի նախագահի ընտրության ընթառաջ Էրդողանը սկսել է քաղաքական մրցակիցների որսը։ Վտանգավոր հակառակորդները մեկուսացվում են մեկը մյուսի հետևից։ Ստամբուլի Չագլայանի դատարանը 11 ժամ տևած հարցաքննությունից հետո օրդեր է արձակել նախկին քաղաքապետ, ժողովրդահնապետական կուսակցությունից նախագահի ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի նոր ձերբակալության համար։ Էրդողանի գլխավոր հակառակորդն անազատության մեջ է այս տարվա մարտից կոռուպցիայի մեղադրանքով, սակայն ձերբակալության նոր որոշումը կապված է լրտեսության մեղադրանքի հետ։ Թուրքիայի իրավական համակարգում անձը կարող է ձերբակալվել մի քանի առանձին գործերով, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է դատարանի առանձին օրդեր։ Սա թույլ է տալիս դատախազներին առաջադրել մեղադրանքներ կամ երկարաձգել նախնական կալանքը առանց կասկածյալին ազատ արձակելու։ Այս մեխանիզմն է գործել Իմամօղլուի դեպքում։ Իմամօղլուից բացի Ստամբուլի դատարանը որոշել է ձերբակալել նաև Թելե1 հեռուստաալիքի հիմնադիր Մերդան Յանարդաղին և Իմամօղլուի խորհրդական և նախընտրական քարոզարշավի ղեկավար Նեջաթի Օզքանին։ Դատարանի մատույցներում հավաքված ընդդիմության համակիրները պնդում են ձերբակալությունները մաքուր քաղաքական են։ Էքրեմ Բաշկան Նեջաթի բեյ Էքրեմ Իմամօղլուին ձերբակալելու որոշումը սահմանադրության կոպտագույն խախտում է։ Սա փորձ է տապալելու նախագահի ընտրությանն Իմամօղլուի մասնակցությունը։ Նոր մեղադրանքն առնչվում է 6 տարի առաջվա ընտրության ընթացքում 4.7 միլիոն ընտրողների գաղտնի տվյալներն օտարերկրահատուկ ծառայություններին փոխանցելուն։ Վճռական տրամադրված ընդդիմությունն այս մեղադրանքը շինծու է համարում և վստահեցնում արդարության համար գնալու են մինչև վերջ։ Սրանից առաջ էլ ընդդիմությանը ճնշելու համար Էրդողանն օգտվել էր կրթության համակարգի ծառայություններից։ Ստամբուլի համալսարանը մարտին որոշել էր չեղարկել Իմամօղլուի և ևս 27 մարդու դիպլոմը, որը անձին զրկում է նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունից։ Ընդդիմադիր ուժը համոզված է Էրդողանը չի կարողանում մարսել 2019-ի Ստամբուլի ընտրություններում ընդդիմության, մասնավորապես Իմամօղլուի աղմկահարույց հաղթանակն ու հորինում է բազմաթիվ կեղծ մեղադրանքներ։ Գիշերային բազմահազարանոց բողոքի ցույցերը շարունակվել են նաև առավոտյան։ Դատարանի շենքի մոտ հավաքվածները պահանջում են ազատ արձակել ընդդիմադիր ղեկավարին։ Էքրեմ Իմամօղլուին անվանում էին գող, դա չաշխատեց, հետո նրան անվանեցին կաշառակեր, դա էլ չաշխատեց, այնուհետև ահաբեկչության աջակից, դա էլ ապարդյուն։ Այժմ որպես վերջին ռեսուրս նրան լրտեսության համար են մեղադրում։ Ամոթ նրանց, այս հրապարակը նրանց համար է, ովքեր ոչնչից չեն վախենում, ովքեր պայքարում են։ Սա սովորական հասարակ հետաքննություն չէ, լրտեսության մեղադրանք է ներկայացվել, քանի որ մյուս մեղադրանքները որևէ արդյունք չտվեցին։ Մենք քաջ գիտակցում ենք, որ սա էլ արդյունք չի տալու։ Եթե այս ամենը վախեցներ մեզ, մենք այսօր այստեղ չէինք լինի։ Քաղաքապետ Իմամօղլուն այս երկրի զավակն է և երբեք չի դավաճանի իր ժողովրդին։ Այդ պատճառով էլ մենք կանգնած ենք նրա կողքին, մենք հավատում ենք, որ ոչ ոք չի կարող նրան ծնկի բերել զրպարտություններով։ Նա է դառնալու այս երկրի նախագահը։ Իմամօղլուն հայտարարել է, որ չի ընդունում իր դեմ ոչ մի մեղադրանք։ Ստամբուլի նախկին քաղաքապետն իրեն վերագրվող լրտեսության մեղադրանքն անհեթեթություն է որակել, հեգնելով. «Ես դավադրության տեսության եմ բախվում և ավելի իրատեսական կլինի ասել, որ ես եմ այրել Հռոմը»։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։